ընդդիմությունը դա փորձելու է անել եւ եթե իրանք դա անում են, մեր համար պետք է պարզ լինի, որ դա շատ վտանգավոր է եւ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները եւ հանրությունը բոլորս միասին պետք է մոտակա շաբաթների ընթացքում ավարտենք այս հարցը Կտրիչ Ներսիսյանի, իսկ ավարտը շատ հեշտ է։ Ձերբակալել ժամանակավոր նույնիսկ Կտրիչ Ներսիսյանին, բարենորոգման այդ օրակարգը միանգամից գործի դնել, մի քանի շաբաթում իրականություն դարձնել, հետո Կտրիչ Ներսիսյանի հարցը արդեն, ինչպես ասացի, քննարկել եւ մոտակա շաբաթների, ամիսների ընթացքում այդ հարցը փակված կլինի եւ միջև ընտրություններ ամիսներ առաջ արդեն թեման կարելի է փոխել շատ ավելի ուրիշ հարցերով եւ դրանով նաեւ արձանագրել Նիկոլ Փաշինյանի անձնական եւ իշխանությունների հաղթանակը մեր ինքնիշխանության առումով եւ նույնիսկ ներկայացնել ընտրություններում արդեն որ եկեղեցին ազատագրված իրավիճակում լինելու է հաղթանակ նաեւ իշխանությունների, բայց դա նաեւ բերելու է ինչու որ եկեղեցին ինչպես կառույց արդեն Հայաստանի պետական շահերին է սպասարկելու եւ նաեւ ամրապնդվելու եւ միավորելու է հայ ազգը, որովհետեւ իր առաքելությունը հաստատ հայ ազգը միավորելն է, այլ ոչ թե գործակալական շահեր անցկացնելը եւ ընդդիմադիր քաղաքական ուժ դառնալը